Վաղ Աննան էր կամ Yaman աֆերիստեք։ Փաշինյանի հետևորդները միանշանակ չարձագանքեցին նրա կիրակնօրյային նվայրկյանանոց ռիլին։ Այստեղ մինչև վարչապետը սրտիկի տրամադրություն է ստեղծում, նրա մեջքի հետևով արագ սուրում է նախկին կինը Աննա Հակոբյանը։ Վերջինս դեռ նախօրեից էր մեքենայի ղեկին բազմանշանակ լռում։ Թվում է ուր որ է սրտիկ ցույց կտա, բայց ոչ, սերը գործողությամբ ու հոգատարությամբ են ցույց տալիս։ Շուրջ 50 օր առաջ այս խոսքերով Աննա Հակոբյանը կառավարական առանձնատնից իրերն էր հավաքել, հայտարարել բաժանվելու մասին։ Գուցե բաժանվել են, բայց մնացել լավ ընկերներ։ Սոցցանցային քննարկումները շարունակվում էին, երբ վարչապետ Փաշինյանը ճամփա ընկավ ավտոերթով դեպի Գյումրի, Սիրային երգացանկի ուղեկցությամբ։ Գյումրի հասնելիս արդեն աղջիկ ուզելու տրամադրություն է մեքենայում։ Այստեղ էլ պարզվեց Աննա Հակոբյանը միայն կառավարական առանձնատանը չէր, Գյումրիում է, ընդ որում թիկնապահների ուղեկցությամբ, թեպետ բաժանման մասին հայտնելիս շեշտել էր, հեռանում է այնպես, ինչպես եկել է, առանց դղյակների, մեքենայի, միլիոնանոց հաշիվների ու պետական պահպանության։ Ես չունեմ մեքենա, բնականաբար ես չեմ ունենա պետական պահպանություն։ Տիկին Հակոբյան, վարչապետի հետ միանալու որոշում եք կայացրել կրկին։ Հակոբյանը անպատասխան թողեց լրագրողի հարցը, այդպես էլ պարզ չդարձավ, արդյոք վերականգնվել է առաջին տիկնոջ կարգավիճակը, որ օգտվում է պահպանության ծառայությունից։ Տեսանք, որ Փաշինյանն ու Հակոբյանը զբոսնեցին, միասին սուրճ խմեցին, վերամիավորման մասին հայտարարություններ չկան։ Զույգի բաժանումից հետո քննարկումները թեժ էին, նախընտրական փուլում այս դրաման իրական է, թե բեմադրված։ Ժանրի կանոններով դրաման այժմ նոր զարգացում է ստանում։ Կրիմինալի նշաններ էլ Աննա Հակոբյանը չէր բացառել։ Չի բացառվում, որ ես քրեական պատասխանության ենթարկվեմ որպես իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն, կյանքը գուցե եւ հնարավոր է այդպիսի զարգացում, ինչ արած։ Ընդդիմություններ ամիսներ առաջ ահազանգել, որ իմ քայլը հիմնադրամն անգլերենի անվճար դասեր է խոստանում։ Սա համարել էին նախընտրական փուլում բարեգործության արգելքի խախտում։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն այդ ժամանակ ասել էր, ուսումնասիրում են հարցը։ Այս ընթացքում իմ քայլը հիմնադրամի դասընթացները նոր ոլորտներ են գրավել։ Հանձնվեցին նաև հատուկ ջերմատների համար նախատեսված սերմեր, որպեսզի շահառուները հնարավորինս շուտ ունենան առատ բերք եւ կարողանան եկամուտ գեներացնել։ Մեկնարկեց հագուստի մոդելավորման եւ կարոձևի դասընթացը։ Ֆիթնես մարզիչների են որակավորում հրուշակագործության դասընթացներ, բազմաթիվ այլ ծրագրեր։ Անկախ նրանից Փաշինյանն ու Հակոբյանը բաժանված են, թե արդեն ոչ, իմ քայլը հիմնադրամը հանրային ընկալման մեջ ուղիղ ասոցացվում է քաղաքացիական պայմանագրի հետ։ Հակակոռուպցիոն կոմիտեն վերջին շրջանում շատ ակտիվ բարեգործության արգելքի խախտման դեպքեր է բացահայտում։ Դրանցում գլխավոր դերակատար են միայն ընդդիմադիրները։ Կոմիտեի խոսնակին հարցրինք իմ քայլը հիմնադրամի գործունեությունը դիտարկվում է, պատասխան դեռ չունենք։ Ընտրական գործընթացների փորձագետ Մարիամ Հովեյանի խոսքով բարեգործության արգելքի վերաբերյալ կարգավորումների իմաստն այն է, որ ընտրողի կամքի վրա ազդեցություն չլինի։ Հանրության աչքում այս հիմնադրամի գործունեության կապն իշխող ուժի հետ ակնհայտ է, բայց օրենքում ասոցիացիան ոչ թե բովանդակությանը, այլ հենց անվան նմանությանն է վերաբերվում։ Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունն ընդամենը շաբաթներ առաջ էր, ընդունվեց միայն ՔՊ-ի ձայներով, այս դրույթին անդրադարձ չեղավ։ Խոսքը բովանդակային ասոցիացիայի մասին չէ։ Հոդվածի մեկնաբանությունը ավելի նեղ է եւ հենց անվանումների նմանեցման ու ասոցիացիայի մասին է խոսքը, ոչ թե քաղաքական բովանդակային ասոցիացիայի։ Այլ բան, որ հետագայում այո, արժե այս հարցին ուշադրություն դարձնել, արժե հետագա ընտրական օրենսգրքի փոփոխություններում գուցե մտածել կարգավորումը ավելի լայն սահմանելու մասին, որպեսզի բովանդակային ասոցիացիան եւս ներառվի դրանում։ Նախաձեռնության շրջանակում Ուրիշ բան, եթե Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամն անվանվեր օրինակ քաղաքացիական քայլ կամ քաղաքացիական պայման եւ այսպես շարունակ։ Իսկ իմ քայլը օրենքի տեսանկյունից բարի գործեր է անում ու բացարձակ կապ չունի քաղաքացիական պայմանագրի հետ։